Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղը Կամո քաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա է դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Կամո մայրուղու կողքին։ Մինչ Ծովազարդը բնակավայրը անվանվել է Մուխան, այսպես է անվանվել մինչև 1978 թվականը, այնուհետև վերանվանվել է Ծովազարդ։ Ահա Սևանե լճի արևմտյան ափին նրա հարևանությամբ տարածված Ծովազարդը։ Ծովազարդի կենսագրությունը սկսվում է 1922 թվականից, սակայն գյուղում եւ նրա շրջակայքում արկա հուշարձանները վկայում են, որ այն բնակատեղի է հանդիսացել դեռևս վաղեմի ժամանակներում։ Այստեղ պահպանվել են դամբարանադաշտեր, մեր թվարկությունից առաջ 2-ից առաջին հազարամյակներ, եկեղեցի 4-ից 18-րդ դար, խաչքարեր միջնադարում կերտված 12-ից 15-րդ դարեր եւ գերեզմանոց։ Վերաբնակեցված գյուղ է, վերաբնակություն են հաստատել Սարուխան գյուղից եւ Արծվաքար գյուղից, Ղշլաղեր կոչման ժամանակ, ներկայիս Արծվաքար գյուղից։ Հիմնականում այդ երկու գյուղից են եկել, իհարկե ուրիշ գյուղերից էլ կային, Կարմիր գյուղից եւ այլն։ Հետագայում նաեւ արևմտյան Հայաստանից Եղեռնի հետ կապված այդ արտագաղթի հետ կապված բավական ստվազանգված բնակություն է հաստատել այս գյուղում մյուս թաղամասում, գյուղի մյուս ծայրամասում։ Դրա պատճառով էլ գյուղը չնայած ազգաբնակչությամբ տնտեսությունների քանակով բավական փոքր է եղել, ասենք 400, ներկայիս 400 տնտեսություն, այն ժամանակ իհարկե ավելի քիչ, բայց տարածված է եղել բավական երկարության վրա, 5 կիլոմետրի վրա, դրա համար ուրեմն հումորով գյուղը երկար ժամանակ նաև անվանում էին Լոնդոն։ Գաղթածները ուրեմն բնակություն հաստատել 22 թվականին տարբեր տեղերից, Մուշից, Ալաշկերտից, տարբեր տեղերից։ Մուխան Ծովազարդում մինչև 1950 թվականը ապրել են նաև օտարազգիներ, ադրբեջանցիներ։ Մեր գյուղը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, ասում են ծովազարդցիները։ Գեղեցկատես հայոց կապուտաչյան իր ներկայությամբ իրոք զարդարում է նրան, առանձնակի հմայք հաղորդում ընդհանուր համայնապատկերին։ Այսպես է ծովազարդցին, երբ խոսք է գնում բնակավայրի մասին, հպարտանքի պես, ասես իր գյուղի պատմության մի մասը խոսում է Սևանից ու նրա տեսարժան հատվածներից։ Ծովազարդցին լավ է ճանաչում Սևանը, գիտի նրան, ահա Ջայերի կղզի կոչվող հատվածը, այստեղը նրանք անպայմանորեն ցուցադրում են իրենց հյուրերին։ Ահա գյուղի Սուրբ Գրիգոր մատուրը, ահա եւ նրա 400-ամյա ավետարանը, որը կրում է Վարդերի տան Կարմիր կող անունը։ Ավետարանը տպագրվել է 1686 թվականի մայիսին Վենետիկում։ Ավետարանը Ծովազարդ է բերել Մշո Բուլանուխ գյուղից 1910 թվականին Մելիքենց տոհմից Տիգրան անունով մի ներկայացուցիչ։ 1998-ին Ֆրոնց Խաչատրյան անունազգանունով Մելիքենց տոհմից հավատքին լուրջ վերաբերող մի մարդ որոշում է գյուղում եկեղեցի կառուցել հենց Տիգրանի թորան բակում ի պատիվ ու պահպանություն Սուրբ Ավետարանի։ Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուր եկեղեցին օծվել է 1998 թվականի օգոստոսի 16-ին։ Իդեպ Ծովազարդում կան ընտանիքներ, ովքեր իրենց տան կողքին փոքրիկ սրբատեղիներ են կառուցել։ Այսպիսին է նաև Կատվալյանների գերդաստանի Թուխ Մանուկ Սուրբը, շատերն են հավատքով գալիս Մոնբարում, աղոթում, ասում է տանտիրուհին։ Մերոնք հավատավոր մարդիկ են, ու սա էլ թերևս մի հանգամանք է, որ գյուղում միշտ էլ բարոյահոգեբանական դրվածքը եղել է պատշաճ մակարդակի վրա։ Իսկ սա Նարեկ մատուրն է, այն կառուցվել է ծովազարդցի Վարդան Հակոբյանի միջոցներով։ Սա գյուղի անանուն եկեղեցու ավերակներն են, այն գտնվում է գյուղի մեջ, բարձրադիր մի բլրի գագաթին։ Ժամանակին եկեղեցու շուրջը տարածված է եղել գերեզմանատուն, որից հիմա առանձին հատվածներ են պահպանվել։ Տարիներ շարունակ
Ծովազարդցիները իրենց հոգու խորքում գուրգուրել են այս եկեղեցու վերականգնման հույսը։ 2010-ին գյուղի ղեկավարության նախաձեռնությամբ, որպեսզի եկեղեցին վերականգնվի, սկսվում են հուշարձանի փլատակները եւ շրջակայքը մաքրելու աշխատանքները։ Ցավոք, հանգամանքները թույլ չտվեցին գործը վերջնագծին հասցնել։ Մինչ պեղումները սկսելը եկեղեցուց պահպանված են եղել կառույցի հյուսիսային եւ հարավային պատերից որոշ հատվածներ եւ ներկա օրերում մատուրի վերածված ավագ խորանի մի մասը։ Ըստ վերականգնման նպատակով տարված ուսումնասիրությունների եկեղեցին կառուցված է վաղագույն ավանդույթներով։ Ապացույց կարելի է համարել կառույցի քիվի քարերից մեկը, պատուհանի պսակի քարերի եւ թևավոր խաչերի ու խոյակների մնացորդները, կառույցի հատակագծային լուծումը։ Սրանք հիշեցնում են վաղ միջնադարը, ասել է եկեղեցին արարվել է 5-ից 7-րդ դարերում, վերակառուցվել 18-րդ դարում։ Մուխան գյուղը հիմնադրման իսկ օրից տարածաշրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել, սա նրա մարդկանց բարի նկարագրի շնորհիվ։ Ծովազարդցիները առաջին հերթին աշխատասեր, պատվախնդիր, նամուսով, հյուրասեր, հարգանքով ժողովուրդ են։ Հատկապես մուխանցիները, ծովազարդցիները աչքի են ընկնում իրենց եռանդուն աշխատասիրությամբ, այն որ ասում են իսկականից քարից հացքամով ժողովուրդ են, ծովազարդցիները իբրի ժողովուրդ են։ Հայրենական պատերազմի տարիներին գյուղը պետությանը տալիս էր 150-ից 200 տոննա մատընտիր ծորեն, որպես մթերու։ Եվ մյուս կրատեսական մթերքներ, հատկապես կարտոֆիլ։ 400-ից ավել գնացել են եւ վերադարձել են ուղիղ 50%, ամերյա թե 50%-ն է վերադարձել պատերազմից։ Կոլտեսությունը երկար ժամանակ իրենը չէր արդարացնում։ Կոլտեսականների դրությունը բարելավեց, երբ 70-ական թվականներին անցավ կոլտեսությունները անցան երաշխավորված մինիմումի։ Դրամ ստացան, դրամական եկամուտ ստացավ ժողովուրդը եւ ժողովրդի դրությունը լավացավ եւ ամբողջ շինարարությունը գյուղի կատարվել է 60-ից այս կողմ 60-ից 90-ական թվականներին։ Ներկայիս Ծովազարդում ապրում է 2200 մարդ։ Դեռևս խորհրդային տարիներին Ծովազարդի գրեթե ողջ բնակչությունը զբաղված էր գյուղատնտեսությամբ, ասում է Արամ Կատվալյանը։ Աշխատուժի մի մասը դաշտավարության մեջ էր, մյուս կեսը անասնապահության ոլորտում, կային նաև արտագնա աշխատանքի մեկնողներ։ Կոնդենսատորների արտադրություն կար, որ այսօր պետք չի, շինությունը համարյա կանգուն են, իհարկե արդեն անտերության համատնվել, անձրևների հետևանքով քայքայվում է։ Այդտեղ ժամանակին աշխատում էր մոտ 500 մարդ, որից կեսը մեր համայնքից, կեսն էլ հարևան համայնքներից, հիմնականում են էլ կանայք։ Էրեբունի միավորման մասնաճյուղ կար այստեղ տրիկոտաժի արտադրության։ Մի որոշ մաս աշխատում էին այդտեղ։ Էրեբունի միավորման ջանքերով կառուցվեց մանվածքային արտադրամաս, որը հետ սովետական տարիներին մի քանի հատվածում փորձեցին աշխատել, բայց չստացվեց աշխատել։ Այսինքն ես մտածում եմ, եթե հանգստի գոտում իրենց կառուցած հյուրանոցային համալիրը ոտքի կանգնեցնեն այդ արտադրությունները, մեր գյուղը պրոբլեմ չունենա։ Բայց ստացվեց այնպես, որ այդ իմ մտածած արտադրամասերից ոչ մեկն էլ այսօր չի աշխատում ու չի կարողանում աշխատել։ Ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող աշխատել։ Ինչով է զբաղված այսօր ծովազարդցին։ Հողամշակությունն ու անասնապահությունը կրկին առաջին տեղում են։ Բացի այդ, շատերը տարբեր տարածաշրջաններում իրականացվող շինարարության մեջ են ներգրավված։
Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ, աշխատունակ տղամարդկանց մոտ 40%-ը, ասում է Ծովազարդի գյուղապետ Արամ Կաթվալյանը։ Գյուղում գործում են փոքրիկ 1-2 արտադրամասեր։ Ծովազարդի տարածքում Սևանի ափին է տեղավորված ակվատիկ ձեռնարկությունը։ 2005-ից ձեռնարկության արտադրանքը արտահանվում է արտաքին շուկա։ Ակվատիկը Հայաստանում խեցգետին արտադրող ձեռնարկություններից միակն է, որին 2005-ին տրվել է Եվրոկոդ, Եվրոպայից եկել է հանձնաժողով, պայմանները համապատասխանել են եվրոպական չափանիշներին եւ տրվել է թույլտվություն արտադրանքը հանել Եվրոշուկա, ասում է տնօրեն Կարեն Գալոյանը։ Այժմ այն Հայաստանում միակ ընկերությունն է, որը արտահանում է կենթանի եւ երբած սառեցրած խեցգետին մոտ 20 երկիր եվրոպական երկրներ, ԱՊՀ երկրներ, Ամերիկա։ Ձեռնարկությունը մոտ 100 աշխատատեղ է ապահովում եւ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է։ Ներկայությամբ գյուղի վարչական տարածքը կազմում է 4000 հեկտար։ Գյուղի հողերը հիմնականում դրված են գարու, ցորենի եւ կարտոֆիլի մշակության տակ։ Վերջին տարիներին համեմատաբար ցանքատարածությունների քանակը պակասել է, նշում է համայնքի ղեկավարը եւ հավելում. հիմնական պատճառը հողերի անեկամտաբերությունն է։ Վարելահողերը քիչ են, սեփական աշնորհման ժամանակ շատ փոքր կտորների է բաժանվել, մասնատվել է, նաեւ այդ պատճառով հողագործությունը դժվարանում է, գիտեք, մեծ մեխանիզմներ են սովետական տարիներից մնացած, այդ մեխանիզմներով փոքր հողագտորները մշակելը շատ դժվար է։ Ես տարբեր պարագաներում ասել եմ, որ միակ ելքը կոլեկտիվացումն է եւ այս պահին էլ նույն միտքն եմ արտահայտում, որ մեր տարածաշրջանում, հատկապես այս փոքր քիչ հող ունեցող համայնքներում միակ ելքը դա կոլեկտիվացումն է, կոլեկտիվ հողագործությունն է։ Իհարկե կոլեկտիվացում ասածը որոշ մարդիկ այլ կերպ են հասկանում, ոչ թե սովետական կոլեկտիվացումը, այլ կոլեկտիվ ձևով հողագործություն վարելը։ Արամ Կաթվալյան համայնքապետը ընդունված ու հարգված ղեկավար է, այս մասին նշում են ծովազարդցիները։ Բնակիչը հարգանքով է ընդունում նրան, հարցադրումներ բարձրացնելիս էլ անպայման հաշվի է առնում նրա կարծիքը։ Համայնքը նրան է անվերապահորեն վստահել եւ հավատացել, որ իր բոլոր մտահոգությունները անպայման կհասնեն վերադարձ շրջանակներ։ 1996 թվականին, երբ ձևավորվեցին մարզային կառույցները, Արամ Կաթվալյանը Կամբոյի շրջխորհրդի գործկոմում բաժնի վարիչ էր։ Նա տեղափոխվում է մարզպետարան, աշխատում որպես գլխավոր մասնագետ։ 1996 թվականի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելով համայնքապետի թեկնածու, նա համագյուղացիների մեծամասնական քվեի արդյունքում ընտրվում է համայնքապետ։ Արդեն 17 տարի է անցել եւ անընդմեջ նրան է վստահել իր քվեն ծովազարդցին։ Գյուղատնտեսության արդյունավետության առաջին գրավականը ժամանակակից տեխնիկայի արկայությունն է, հողամշակը պետք է ապահովված լինի գյուղտեխնիկայով, ասում է Արամ Կաթվալյանը։ Եվ կոլեկտիվացում եւ մեքենատրակտորային կայաններ։ Դրանք անհրաժեշտություն են։ Այսօր ոնց որ մեր մոտ ասենք այդ գյուղատնտեսական աշխատանքները շատ տարերայնորեն են կատարվում։ Ասենք այն մի բնակիչը տվյալ հատվածում գտնված հողը ուզում է այսօր ցանի, այն մեկը 10 օր հետո։ Այսինքն տվյալ մեխանիզատորը այդ նույն դաշտը կարող է այսօր գնա ընդամենը 2000 մետր վար կամ ցանկ կատարի, մեկ էլ 5 օր հետո այն մի սեփականատերն ասում, եկեք իմ հողը վարեք կամ ցանեք։ Դրանք այնքան շատ լրացուցիչ ծախսեր են, որը նստում է բնակչի ուսերին։ Իսկ եթե լինի կոլեկտիվացում, ունենա նորմալ մասնագետ կոլեկտիվը, մի զոնայականության մի կողմից սկսեն վարուցանքի աշխատանքներ, հետագայում նաև բերքահավաքի։ Այսօր նույն դաշտի մի, ասենք հեկտարանոց հատվածը, երբ որ բաժանված ընդունենք 4-5 բնակիչների, մեկը կարտոֆիլացանում, մեկը գարիացանում, մեկը չիցանում, մեկը խոտաբույսացանում, այսպես դառնում է անիմաստ հողագործությունը։ Ես երևի միշտ միտք ունեցել եմ նման քայլ կատարելու, բայց այս մեխանիզմի խնդիրը, մեխանիզմների խնդիրը
միշտ արգելակում է իմ մտահղացումը փորձել իրականություն դարձնել։ Այսինքն առաջին հերթին պետք է նորմալ մեքենա տրակտորային կայան ստեղծվի, որից հետո անցնի կոլեկտիվացման։ Ծովազարդում նաև անասնապահությունն է զարգացած։ Այս ոլորտում ևս հիմնահարցեր կան, սա վերաբերում է առավելապես արտադրանքի իրացմանը։ Հարցեր կան նաև կապված շուկաների ձևավորման և գնագոյացման հետ։ Ճիշտ է, մենք ասում ենք սովետական տարիներին պլանային սիստեմեր չեմ անում, ոնց պլանայինը ճիշտ չի, շուկայականն է ճիշտ, բայց բաներ կա, բնագավառներ կա, որտեղ պլանայինությունը անհրաժեշտություն է։ Կոնկրետ ինչ ենք արտադրելու եւ որտեղ ենք իրացնելու, ինչ գնով ենք իրացնելու։ Այսինքն մենք դրսի պետությունը իհարկե առաջին դրսի շուկաների հարցը պետք է կարգավորի։ Գյուղատնտեսությունը այս բարձր լեռնային շրջաններում նման է այդ կապիլկային, որ կոպեկ գցում են, այն մի նեղորվա մի անաս ունեն, մորթում օգտագործում են, թե չէ եթե դնենք, հաշվենք մարդու ֆիզիկական աշխատանքը թեկուզ օրական 500 դրամ ծախս աշխատավարձի կարգով, ուրեմն անպայման մինուս ենք ստանալու արդյունքում։ Ծովազարդ գյուղը ունի ներհամայնքային նշանակության հարցեր։ Առաջինը կարելի է նշել ոռոգման ջրի խնդիրը, ապա ճանապարհների հարցը, համայնքի փողոցները լուրջ ուշադրություն են պահանջում։ Գյուղապետարանի միջոցներով համալրում ամբողջացնում ենք գիշերային լուսավորության ցանցը, կատարված աշխատանքներն է թվարկում համայնքապետը։ Այլ աշխատանքներ ևս արվել են։ 2011-ին ամբողջությամբ փոխվել է խմելաջրի ներքին ցանցը, նորոգվել է հանրակրթական դպրոցը, մնացել է լուծել ներքին հարդարման հարցը։ Գյուղը ամբողջությամբ գազաֆիկացված է։ Սա գյուղի մշակույթի տունն է, որտեղ է և գյուղապետարանը։ Շենքը 1980-ականներին է շահագործման հանձնվել և ոչ մի անգամ հիմնանորոգման չի ենթարկվել, պարզապես մաստակի նորոգումներ են արվել համայնքապետարանի միջոցներով։ Գյուղում ամեն կերպ փորձում ենք ակտիվ պահել մշակութային առօրյան, թե որ այն ասել բավարար է սխալ ասած կլինենք, նշում է համայնքի ղեկավարը։ Սակայն անպայման նշվում են բոլոր տեսակի ազգային պետական տոները։ Լինում են հանդիպումներ բնակչության հետ։ Արտասահմանյան մի կազմակերպության աջակցությամբ ձեռք են բերվել երաժշտական գործիքներ մշակույթի տան համար։ Ընդամենը մեկ ամիս առաջ կազմավորվել է բարի խմբակ։ Թեև այն նոր պիտի կերտի իր կենսագրությունը, բայց եւ արդեն նկատելի է հաջողություններ են սպասվում։ Խումբը անպայման կգտնի իր տեղը, վստահ է եւ բարուսույցը։ Սա գյուղի մանկապարտեզն է, գործում է առաջին հարկը միայն։ Վերանորոգումը իրականացվել է 2011-ին World Vision կազմակերպության հովանավորությամբ։ Որոշ հատվածներում նորոգումները խոհանոցային մաս եւ այլն արվել են համայնքի միջոցներով։ Մանկապարտեզի երկրորդ հարկը եւ նրա տանիքը վերանորոգել է պետք։ Կա նաեւ գործող հատվածում գույքի նորացման հարց։ Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 44 է։ 1980-ականների վերջերին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել է մինչև 80։ Ներկա դրությամբ գյուղում 0-ից 6 տարեկան երեխաների թիվը կազմում է մոտ 100։ Մանկապարտեզը աշխատում է տարվա 6 ամիսներին։ Նախ որ ջերություն չկա, նաև համայնքն է հիմնական հովանավորը, ու նրա միջոցները չեն բավարարում շուրջ տարյա գործունեության համար։ Իդեպ մանկապարտեզը աշխատում է անվճար առանց ծնողական վճարումների, իսկ որ գլխավորն է, Ծովազարդի մանկապարտեզում հաջերի միջավայր է ստեղծված մանուկների առօրյան հետաքրքիր անցկացնելու համար, մանկապարտեզը մաքուր է կոկիկ։ Ահա այսպիսին էր Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղը իր անցյալի պատմությամբ։ Այսպիսին էին ներկայիս հիմնահարցերն ու առաջիկա ծրագրերը։